Այսօր արդեն տեղեկություններ կան, որ Մանուկյանը բանակցում է վեհափառի հետ, որպեսզի այնուամենայնիվ նրա համաձայնությունը ստանա Միքայել Աջապայանի մասով։ Դուք ինչ տեղեկություններ ունեք այս առումով։ Դեպի դերասանի մասին ես այսպես տեղյակ չեմ, իհարկե, եւ չեմ բացառում դա, որովհետեւ այդ նախաձեռնությունը, որը մենք ունեցանք, պարոն Մանուկյանի առաջարկով, կարծում եմ, որ բոլորդ էլ վկա եք, որ շատ կարճ ժամանակահատվածում ըստ էության կոնսենսուս առաջացավ երկու դիմադիր խմբակցությունների մասնակցությամբ եւ ըստ էության 36 ծրագրություն պատրաստ է, որպեսզի հարցը մտնի օրակարգ։ Եվ Միքայել Սրբազանը այն անձնավորությունն է, որը անառարկելի հեղինակություն է եւ հոգեվոր աշխարհում եւ քաղաքական չեք բանանում, հա, իշխանության այն ջրաղացին ջուր չի լցվում, որ ասում են, որ հոգևորականները քաղաքականացվում են այս կերպ։ Իսկ այդ պնդումը հաստատվում է։ Չէ, գիտեք ինչ կա, չի կարելի ամեն ինչը շատ կոպիտասած սև սպիտակի վերածել։ Ասենք ինչ է նշանակում հոգևորը։ Հոգևորականը քաղաքացի է։ Ակնհայտ անհանգստություն կա, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումը ահագին անհանգստություն է մեր մոտ առաջացնում։ Կապված, ասենք, վերջին իրադարձությունների հետ, Ալիևի եւ այլ արտահայտությունների պահով։ Հիմա, եթե հոգևորականը բոլորի կողմից ընդունված եւ հարգված գա եւ 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնան 26 թվականի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգևորականները կամ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ հոգևորականները մեր խնդրանքով, պատգամավորների խնդրանքով ընդհանրապես օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար եւ դա նույնպես չի։ Հույս ունեք կամ ինչ-որ երաշխիք, որ այնուհանդերձ կհամաձայնի, քանի որ արդեն մերժել է առաջարկել։ Ես վախենում եմ իմանալից խոսքեր ասեմ, որ վնասեմ այդ գործընթացին, որովհետեւ Միքայել Սրբազանը ասենք ես ինքս կներեք անհավատս խորը հարգանք եմ ունեցել այդ մարդու նկատմամբ, չճանաչելով իրեն, ես մի անգամ իրեն տեսել եմ, հանդիպել եմ 24 նյուզից դուրս գալուց, եւ որ ինքը ներս էր մտնում հարցազրույցի, ես հարցազրույցից դուրս էի գալիս, ես իրեն չեմ ճանաչել, բայց իր շատ հարցազրույցների, շատ բաների հետևել եմ եւ տեսնում եմ, որ այդ մարդը շատ ծանրակշիռ մարդ է եւ հարգանք է վայելում եւ շատ ներողություն։ Մենք ամեն մեկս, որ մենակ մեր գլխի տերը չի, նույնպես եւ նաեւ Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որտեղ ինքը նիշա է զբաղեցրել, շատ կարևոր նիշա է զբաղեցրել եւ հետեւաբար կներեք հազար անգամ ներողություն, ինքը պարտավոր է իր դիրքորոշումը փոխի։ Հազար անգամ խնդրում եմ, իհարկե խնդրանքով եմ դիմում բնականաբար, բայց ես կարծում եմ, որ ինքը այն անձնավորությունն է, որ հաշվի առնելով իր հեղինակությունը հասարակության մեջ հաշվի առնելով նորից եմ ասում մեր պետության տարածած մարտահրավերները ինքը պարտավոր է։ Բազանոսը հեղինակություն, անառարկելի հեղինակություն, հարգանք պատիվ վայելել, դա ինչի հիմա վրա եք ասում։ Պնդում եք անում առանց դե ես դա անում եմ, ես հիմա դուք կարող եք չհամաձայնվել։ Չէ, իհարկե սուբյեկտիվ է, բնականաբար սուբյեկտիվ է, իմ տեսակետը սուբյեկտիվ է, բայց բնականաբար ես նաև իրավունք եմ տեսակետը հայտնել, որովհետև ես այդ տեսակետը հայտնում եմ ոչ թե հենց այնպես փոխից վերցված, ասենք ես նույն բանը չեմ ասի Բագրատ Գալստանյանի մասին, բնականաբար էի սուբյեկտիվ կարծիք իհարկե, բայց ես իր մասին ասում եմ, որովհետև ես տարիների վեր հետևել եմ իր խոսքին, իր հարցազրույցներին եւ Այս Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ վարկանիշ ունի, ճիշտ հասկացաք։ Չեմ կարող ասել Նիկոլ Փաշինյանից այդ հնարավորությունը ես չունեմ, որովհետև այդպիսի գնահատականներ տամ, որ մեծ վարկանիշ ունի, թե մեծ վարկանիշ չունի։ Այստեղ խնդիրը այն է, որ Միքայել Սրբազանի սուրճ կոնսոլիդացիան առաջանում է եւ կառաջանա անկասկած, ես վստահություն ունեմ, որ կառաջանա նաեւ լայն այսպես կոնսոլիդացիա հասարակության մեջ եւ մենք հնարավորություն կունենանք, ասենք, այն տերմինոլոգիան, որ պարոն Ասպրանյանն եւ ես օգտագործում ենք պարոն վարչապետի հասցեին, որ ինքը սպառել է իրան որպես ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, սոցիալապես, քաղաքականապես կարող է դա սխալ տեսակետ, մեր նախկին գործընկերները կարող է պատահի գտնում են, որ ոչ թե սպառել է իրան, այլ հոգնել է, թող թե մի 3 ամիս հանգստանա, ռեստարտ անի
իր մոտեցումների մեջ եւ գա ներկայանալ ժողովրդին 26 թվականին։ Ինչ բան ենք ասում։ Միջոցով պետք է իշխանությունը լրացնել։ Ո՞վ ասում։ Միքայել Սիրբազյանը։ Ցանկացած դուք ասում եք հոգնել ենք, ասում եք պետք է ռազմական հեղափոխություն։ Դուք եք դատավոր եք։ Դատավոր չեմ, ես ընդհանրապես արձանագրում։ Դե արձանագրում եք, դուք ինձ եք արձանագրում, որ ամենախիստ դատավորությունը խիստ եք արձանագրում։ Ներողություն։ Բանմեգության կախարդական մնաց, ապրեք, եւ երկրորդը ով որ նման բան ասում եւ ապացուցում է, որ ինքը այդ խոսքերի տակը ինչ-որ բան կա, հենք կա, ինքը պիտի պատասխան տա օրենքի առաջ։ Դա ես իմ համար քննարկելի չի։ Հիմա բան տեսնեք կաթողիկոսի հետ կամ ինչ-որ ձևով Աջապահյանի հետ, որպեսզի միտքը փոխվի։ Ես չէ, անձամբ իմ հարաբերությունները եկեղեցու հետ միշտ եղել է շատ զուսպ, եւ հետեւաբար ես այդ հնարավորությունը չունեմ, որպեսզի ես բանակցեմ։ Ինչ պետք է արվի, որ դուք ասում եք։ Այո, մենք եւ նրանք, ովքեր որ գտնում են, որ սա ճիշտ գաղափար է, պետք է խնդրենք Գարեգին կաթողիկոսին, որպեսզի նա օրհնի, այսպես կոչած օրհնելու թույլտվությունն է, էլի, որպեսզի Միքայել Սրբազանը գա եւ ընդամենը 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ստեղծի 6-7 ամսվա, ընդ որում պետք է չի կառավարությունը ամբողջությամբ փոխել, մի քանի առանցքային նախարարություններ կարելի է փոխել եւ 6-7 ամսվա ընթացքում պատրաստվել հերթական ընտրություններին եւ ձևավորել մեր նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ իշխանությունը, որն էլ հնարավորություն կունենա կառավարել եւ լուծել այն մարտահրավերները, որոնք ծառացել են մեր առաջ։ Պարոն Աղազարյան, որպես տնտեսագետ, ինչպես է գնահատում Սամվել Կարապետյանի հետապետականացնելու նախագիծը եւ տեղեկություններ կան, որ հիմա էլ Տաշիր ընկերությունների գրասենյակում են ուզարկություններ Փաշինյանը նոր ստատուս է գրել, որ այն հեծյային աշխատակիցները, որոնք մասնակցեն ամսի 4-ի երթին աշխատանքից ազատեն եւ այլն, ինչու է այդքան վախենում Սամվել Կարապետյանից, եթե նրանից որևէ վտանգ չի զգում, ինչպես տեղեկությունը իր հարցերը։ Չէ, ես դա շատ վատ եմ գնահատում, որպես երևույթ, դա շատ վատ եմ գնահատում ընդհանրապես տնտեսագիտական իմաստով եւ վատ եմ գնահատում նաեւ մասնավորապես, որովհետեւ եթե հեծը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք խնդիրներ եւ թանկացումների իմաստով եւ հոսանքի մատակարարման իմաստով եւ բոլոր իմաստներով մենք խնդիրներ ենք ունենալու, նաեւ խնդիրներ ենք ունենալու այլ իմաստներով միջազգային ասպետով ստատիստիկներ, բաներ պիտի բանալ պաշտպանի, ես կարծում եմ սեփականության իրավունքը այն օրենքները, որոնք այսօր մենք ունենք առանց այս նախագիծը որ քվեակն է այսօր առաջին թերթում, այն օրենքները որ մենք ունենք օրենսդրությունը լրիվ բավարար է ցանկացած բնական մենաշնորհի հետ կապված աշխատանքները տանել այնպես, որ լինի մաքսիմալ ընդունելի հասարակության համար եւ պետության համար։ Ինչ է ստանում։ Դու նստում ես, դու ունես հանրային ծառայությունների ինքնավար հանձնաժողով ունես։ Ինքը հանրային ծառայությունների ինքնավար հանձնաժողովը ուսումնասիրում է ամեն ինչը եւ գնահատական է տալիս։ Եվ անդադ սեղմում, ասում չեպիտի գինի չսնես։ Ինչա Վրաստանում այսքան մեր մոտ այսքան հիմնավորում է գալիս, հիմնավորում ընդունում կամ չի ընդունում, իջեցնում է գինը, գալիս է այնպեսի պահ, որ արդեն Սամվել Կարապետյանը որոշում է, որ չէ, բիզնեսի իր համար ձեռնտու չի կամ ինքը այս բիզնեսից այդքան լավ չի հասկանում, ծախում է ուրիշն է գալիս եւ կառավարում է։ Ձևերը կա, այսօր այդ օրենքները կա, իսկ սա կոչվում է բան։ Ռեկետ։ Այսինքն եթե այսպես դժգոհություններով առաջնորդներ, որոնք վիոլա ջրից էլ դժգոհություններ։ Վիոլա շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն ճիշտ գաղափար ասեցիք, հուշեցիք։ Նայեք, վիոլա ջրից մարդ չկա, որ համարյա թե չդժգոհի վիոլա ջրից, բայց ես ձեզ հավատացնում եմ, ներողություն, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ եթե վիոլա ջուրը չլիներ այդ մասնավոր կառավարումը, այսօր Հայաստանում, Երևանում ներողություն, լինելու էր ջրի ամենախորը խնդրը ջրի մատակարարման։ Մի րոպե, այո, եւ նույնը հեսնալ լինելու բնականաբար։ Եթե ժամանակի կոնյակի գործարանը չսեփականաշնորհվի, որ ասում են ինչքան են թալանել, ինչքան գողացել են եւ այլ, այսօր խաղաղագործությունը Հայաստանում 0 մակարդակի վրա կլներ։ Այսինքն այն ոլորտներն են սրանք, որ պիտի մասնավորը ղեկավարի, պետությունը պետք է վերահսկի եւ դա շատ վտանգավոր է։ Պարոն Աղազարյան, հեծի աշխատակիցների սպառնալիքի մասին ինչ կասեք։ Վերջին Գյումրիի ընտրություններում քարոզարշավում մենք տեսանք, որ իշխանությունը այսպես իր ռեսուրսները օգտագործելով տարբեր մարզերից անգամ Երևանից մարդիկ էին տարել Գյումրիի վերջին հանրահավաքին։ Հիմա ինչու է Փաշինյանը սպառնում հեծի աշխատակիցներին, որոնք գուցե եւ նաեւ իրենց գործատուի Ես կարծում եմ, որ ցանկացած մեկը
իր աշխատանքային պարտականությունները կատարելուց հետո, այսպես կոչված, ասենք աշխատանքից հետո կամ հանգստյան օրերին իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնի այս կամ այն հարցի հետ կապված եւ այստեղ այն ռետորիկան, որ վարչապետը ներկայացնում է, նույնպես իմ համար անընդունել է։ Դուք վաղ կմասնակցեք, վաղն եմ ես օրինակ կմասնակցեք ի աջակցություն Սամվել Կարապետյանի այդ ակցիային։ Չէ, չեմ մասնակցի, որովհետեւ ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը բոլոր դեպքերում այն արտահայտությունը, որ արեց, ինքը չպիտի այդ արտահայտությունն աներ։ Մեծագույն հարգանք ունենալով իր նկատմամբ։ Չէ, դե բանա, այդ արտահայտություն չէր, դե ոնց որ ասած բան անես, էլի քո հակառակորդին, ասենք, բանա հնարավորություն տաս ինքը արդարացնի իր քայլերը, ասենք պետք չէ այդպես արտահայտություն։ Ասենք Սամվել Կարապետյանը խոշորագույն բիզնեսմեն է, բայց երևի քաղաքականության մեջ երևի փորձառությունը պակաս է։ Այդ նույն միտքը ուրիշ ձևով են ասում։ Էդևի չեն ասում։ Պարոն Աղազարյան, Միքայել Սրբազանի վարչապետի տեխնացիան վերաբերյալ դուք ասացիք ժողովրդի մեջ էլ պիտի համախմբում լինի, բայց բուն իմպիչմենտի գործընթացից զատ արդեն բուն ստորագրությունների ժամանակ դուք օրինակ խոսել եք Գեգամ Նազարյանի հետ, Իշխան Զաքարյանի հետ, իրենք կմիանան, կստորագրեն։ Գիտեք ինչ, տեսեք էլի ասենք, մենք պարոն Ասլանյանը եւ ես մեզանից մի շուտ խոշոր քաղաքական միավոր չենք ներկայացնում։ Մենք շատ համեստեղ ենք զբաղեցնում այդ ներկապնակի մեջ եւ հետեւաբար մենք առանձին սրանք այս կամ այն падգամավոր հետ խոսելու անհրաժեշտություն չունենք։ Տեսեք, Հայաստան դաշինքը մեր հետ ոչ մի բան ոչ խոսած, ոչ էլ։ Մենք ասեցինք, պարոն Մարուկյանի նախաձեռնությամբ հայտարարեցինք եւ Հայաստան դաշինքը միացավ, որովհետեւ պետք է միանան նրանք, ովքեր որ գտնվում են ստեղ խնդիր կա եւ այս խնդրի լուծման ճանապարհը սա է։ Հետեւաբար մենք այդ ճանապարհով չենք գնում, որովհետեւ չեմ կարծում որ դա օգտակար լինի, որովհետեւ եթե ես Գեգամ Նազարյանին ինչ ասեմ, ասեմ քեզի պաշտոն կտա։ Չէ, բայց եթե գործընթաց եք մեկնարկում, Չէ, նորից եմ ասում, պետք է յուրաքանչյուրը ընկալի, որ այս հարցի լուծումը այս ճանապարհը ճիշտ է։ Եթե ինքնահոսի չէ, այդ հիմա գնում է, գործընթացը գնում է։ Հիմա կարող պատահի վաղը չմեսուրը գա մի պահ, որ մի հսկայական այսպես կոչված ժողովրդի մասը իրավիճակ ստեղծի, որ ակնհայտ լինի, որ դիմում են Գարեգին Սրբազանին, խնդրում եք թույլ այդ մարդը գա եւ ինքը կարող պատահի հարգի այդ տեսակետը։ Ես ասենք որ ոչ հոգեվորական այդ արժեքները չկրում մի քիչ խոսքը կարող է կոպիտ ասում, բայց սա ինը խնդրանքի վրա է հենված հոգեվորականների նկատմամբ։ Նազարյան, իսկ ազգային անվտանգությունը բացահայտումներ արեց, զենքեր, պայթուցիկ սարքավորումներ բացահայտվեցին, նաև ձայնագրություն հրապարակվեց։ Այս մասով դուք ինչ մեկնաբանություն ունեք, արդյոք դա աբեկչություն էր։ Ես ասեմ ձեզ, ես ձեր թույլտվությամբ այդ հարցի մեջ չխորանամ, որովհետև ժամանակին գնահատական տվել եմ։ Հիմա ես չեմ ուզում իմ տված գնահատականին հակառակ բան ասեմ։ Եվ հետևաբար թույլ տվեք ես չմասնակցեմ, էլի նորից հարգելով ամեղության կախավարկած, բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ այո, իշխանությունները չարաշահում են իրենց լծակները, դա կարամ ասեմ հաստատ։ Բայց տվյալ դեպքում ինչքան չէ, չեմ կարող ասել։ Աղազարյան կարելի է վստահել մի քննչական կոմիտեի, որի շենքից $590,000 փող են գողացել եւ հիմա հայտնաբերեցին չէ։ Գողանալ, ինչպես կարելի է վստահել քննչական կոմիտեին եւ նրա տարածած Ես նաեւ լինելով այսպես կոչված ինչ-որ իմաստով այդ դեպքերի որ հորձանուտում իմ նկատմամբ քրեական վարույթների հետ կապված մեր կապարանոց չեմ ասում, այն դեպքից հետո երբ որ վարչապետը ասեց, որ Բարսագույն դատական խորհրդի նախագահին ինքն է ըստ էության հրահանգել, որ պաշտոնից հրաժարվի, այդ պահից սկսած ես գտնում եմ, որ մեր մոտ արդարադատությունը գտնվում է շատ ցածր կարգավիճակում, մենք ունենք ավտորիտար ղեկավար, որ որոշումները միայն ինքն է կայացնում եւ հետեւաբար բախենք ասում impeachment, որովհետեւ այն մարտահրավերները, որ ծառացած են մեր երկրի առաջ, մի մարդ եթե պետք է այդ որոշումները կայացնի, այդ մարտահրավերներից մի դեպքում անգամ եթե ինքը սխալ որոշում կայացնի, դե մարդը չի կարող սխալվի, ապա դա կլինի ճակատագրական մեր համար։ Գիտեք ձեր գործով դատարան երբ է մտնել գործը թե դեռ չկա։ Իմ գործով արդեն երրորդ քննիչն է փոխվում, չգիտեմ, երրորդ քննիչն է փոխվում, թե երբ կմտնի դատարան, դեռ չգիտեմ։ Պարոն Աղազարյան, դուք ինչ կարծիք ունեք այն խոսակցությունների վերաբերյալ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերից զրկելու հետ կապված։ Գիտեք ինչ, եթե իհարկե կան դեպքեր, որը ռուսական մեր այսպես կոչված ինչ ասեմ, մի շերտ կա Ռուսաստանում, Մարգարիտա Սիմոնյան եւ այլ,
որ իրենց ես կարծում եմ ճիշտ չեն պահում, իմ կարծիքն է սուբյեկտիվ, պետք է այդպես չլինի, բայց ընդհանուր առմամբ փակելուն դեմ եմ, իհարկե դեմ եմ։ Ինչու՞։ Ինչ անշանակում ինչու 3 միլիոն հայ ապրում այնտեղ։ Մենք բանը պետք է կապ ունենանք, շփումներ ունենանք, չպիտի դա կատարվի։ Բայց այն, որ իրենք իրենց համապետական եթերներով Հայաստան վարկաբեկող, Հայաստան իշխանություններին, ժողովրդին ինչ որտեղ նաև վարկաբեկող բովանդակություն են եթեր տալիս եւ դա մեր հանրային մուլտիպլեքսով նման բոլոր դեպքերում կա գործիքակազմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար եւ պետք է ձեռնարկվի։ Ես միանշանակ կողմ եմ։ Պարոն Աղազարյան, իսկ Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետորին հանրապետական կուսակցությունը առաջադրել է որպես վարչապետի թեկնածու։ Անառարկելի հեղինակություն է։ Հարգան հեղինակություն վայելող անձ որպես վարչապետի թեկնածու։ Այն շրջապատում, որ ես իրան ճանաչում եմ, ինքն անառարկելի հեղինակություն է այդ շրջապատում։ Ինքը երևի թե հանրապետության մասշտաբի քաղաքական գործիչ չի կամ դեմ չի քաղաքական, բայց այն շրջապատում ընտրությունների ժամանակ ես իմ հարազատներին չկարողացա համոզել, որ ձայնետան քաղաքացիական պայմանագրին։ Մասիսում։ Այո, չկարողացա համոզել, որովհետև շատ սիրում հարգում էին։ Հիմա այդպես է, ինչ ասեմ։ Հետևաբար, եթե Միքայել Սրբազանի թեկնածության հարցը չկարողանանք համաձայնեցնել, կաթողիկոսը հավանություն չի։ Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը քվեարկեք թե։ Ես բոլոր դեպքերում պետք է հուսամ, որ կաթողիկոսը կտա այդ թույլտվությունը, եթե չէ, ապա այն հանգամանքը, որ տեղի ունեցավ Միքայել Սրբազանի շուրջ համախմբանի իմաստով, հույս է ներշնչում, որ ճանապարհը լուծումը կգտնվի, միգուցե Դավիթ Համբարձումյանի դեպքում, չգիտեմ։ Այսինքն դու կողմ կգրվեք։ Կերևա է, չեն կարող հիմա ասենք։